այդ որոշումը կայացնել եւ իրագործել։ Հետաքրքիր ուրեմն հանգամանք TRIP ընկերությունը անմիջականորեն է զբաղվելու երկաթուղային եւ ճանապարհային ենթակառուցվածքների կառուցմամբ եւ հետագա շահագործմամբ, մինչդեռ կլինեն այլ ենթակառուցվածքներ եւ փաստաթուղթը դա է նախատեսում, կլինեն այլ ենթակառուցվածքներ, որոնց իրականացման ծրագրման, շինարարության եւ հետո կառավարման համար TRIP զարգացման ընկերությունը կարող է հիմնադրել դուրսր ձեռնարկություններ կամ ինչպես փաստաթղթում է ասվում եւ ընդունված է իրավաբանների կողմից հատուկ նշանակության, եթե ճիշտ եմ հիշում, հատուկ նշանակության ուրեմն կազմակերպություններ, այո, հատուկ նշանակության կազմակերպություններ եւ էլի նրանցից յուրաքանչյուրի դեպքում էլի կարող են ներգրավվել նաեւ մասնավոր ընկերություններ, բայց կարող եմ էլի վստահեցնել, որպեսզի անդադ մեջբերումներ չանեմ Հայաստանի Հանրապետության կառավարության համաձայնությամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության մասնակցությամբ, ենթադրաբար եկամուտներից, շահույթներից իր մասով։ Իհարկե Հայաստանի Հանրապետությունը ուրեմն ենթակառուցվածքների համար անհրաժեշտ հողի վրա կառուցապատման իրավունքով է օժտելու TRIP ընկերությունը, այստեղ կհիշեք ինչքան շահարկումներ եղան, թե որևէ հող Հայաստանի Հանրապետությունից որևէ կերպ օտարվում է կամ չգիտեմ վարձակալություն եւ այլն, Հայաստանի Հանրապետությունը կառուցապատման իրավունք է տալու իր հողի վրա, ինչպես բազմաթիվ տասնյակ եւ հարյուրավոր ընկերությունների, որոնք գործում են Հայաստանի Հանրապետությունում։ Երևի շատերի համար էական հարցը այնուամենայնիվ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության եւ իրավազորության պահպանումն է, ելի կային մանիպուլյացիաներ այն մասին, որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը եւ իրավազորությունը ճանաչվում են միայն նոմինալ, այբ որ պայմանները կլինեն, կտեսնենք, որ դա այդպես չի, բազմաթիվ հարցերում այդ ինքնիշխանությունը եւ իրավազորությունը սահմանափակվում են։ Ես հիմա ձեր համար այս թղթից մի քանի բան կկարդամ, որը համաձայնեցված է արդեն Միացյալ Նահանգների կառավարության եւ Հայաստանի կառավարության կողմից եւ լինելու է մաս կամ հիմք հետագա վերջնական այդ իրավական ուրեմն հիմնադրման փաստաթղթերի կանոնադրության եւ այլն եւ այսպես Հայաստանի նախ մինչ այդ նաեւ ասեմ որ Հայաստանի TRIP զարգացման ընկերությունը կարող է ունենալ եկամուտներ եւ այլն, որից Հայաստանի Հանրապետությունը իր մասնաբաժինն է ունենալու, սա չի վերաբերվում Հայաստանի Հանրապետության մաքսային турքերին, չգիտեմ, ուրեմն սահմանված այլ պետական վճարների, սա զուտ արդեն ընկերության եկամուտների մասին է խոսում, իսկ Հայաստանի Հանրապետությունը իր արդեն սահմանված գործող այդ բոլոր վճարները турքերը նույնքան պետք է շարունակի հավաքագրել։ Հիմա վերադառնամ ինքնիշխանության հարցին, ուրեմն Հայաստանը հստակորեն պահպանում է, մեջբերում եմ, Հայաստանը հստակորեն պահպանում է օրենսդիր, կարգավորիչ եւ դատական իրավազորությունը պայմանավորված Հայաստանի ինքնիշխան տարածքում TRIP-ի ողջ ծածկույթի նկատմամբ լիակատար ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականությամբ ներառյալ օրենքներն ու կանոնակարգերը կիրառելու իրավասությունը համապատասխան Հայաստանի ներքին օրենքներին եւ միջազգային համաձայնագրերին։ Մյուսը Հայաստանի Հանրապետությունը հստակորեն պահպանում է ազգային անվտանգության եւ իրավապահ գործունեության նկատմամբ վերահսկողությունը, կհիշեք ինչքան մանիպուլյացիաներ կային այն մասին, թե մենք որևէ անվտանգային գործառույթ ենք զիջում որևէ կողմի, մասնավոր կլինի, երրորդ երկիր կլինի, կամ մենք կորցնում ենք վերահսկողությունը անվտանգության նկատմամբ որևէ հատվածում, կամ նույնիսկ կարծիք կար, որ մենք չենք կարողանալու մեր իրավապահ մարմինները հասանելիություն չունենալու, չեն կարողանալու գործունեություն իրականացնել, օրինակ են բերում իրավախախտման դեպքի, արտակարգ իրավիճակի դեպքի, ընդհանուր մինչև պարեկների ուրեմն հասանելիության, նորից եմ կարդում, ազգային անվտանգության եւ իրավապահ գործունեության նկատմամբ վերահսկողությունը Հայաստանը պահելու է հստակորեն։ Հայաստանը պահպանելու է հստակորեն TRIP-ով առևտրի եւ տարանցման նկատմամբ մաքսային եւ սահմանային վերահսկողության իրավազորությունը, սա էլ չար, չրկված եւ շարքված հարցերից մեկը։
ուղիղ կարդում եմ Հայաստանը հստակորեն պահպանում է թրիփով առևտրի եւ տարանցման նկատմամբ մաքսային եւ սահմանային վերահսկողության իրավազորությունը։ Մյուս կետը հարկերի, մաքսային турքերի եւ առևտրի ու տարանցման այլ պարտադիր վճարների նկատմամբ իր իրավազորությունը։ Հայաստանի ինքնիշխան տարածքում բոլոր հատվածներ հասանելիությունը։ Հայաստանի ինքնիշխան տարածքում տարանցիկ երթուղու մասերում բոլոր հայկական օրենքները կիրառելու իրավազորությունը։ Այսինքն հարգելի հայրենակիցներ, ինչ որ կասկածի տակ էր դրվում, ինչի շուրջ մտահոգություններ էին հնչում, ինչի շուրջ ուրեմն վախեր էին հնչում, ինչի շուրջ երբեմն անկեղծ մտահոգություններ, երբեմն ուղղակի չարամիտ մանիպուլյացիաներ էին արվում։ Ես քիչ առաջ ուղիղ մեջ բերեցի, կարող եք ինքներդ բացել, կարդալ, համոզվել, այնքան միանշանակագրված, որ ցանկության դեպքում նույնիսկ մանիպուլացնելը շատ դժվար անելու։ Ես հիմա չեմ նախանձում մեր որոշ ընդդիմադիրների կամ առանձին մարգինալ խմբակների, որոնք ջանք ու երանք չեն խնայում նոր մանիպուլյացիաներ հնարելու։ Հիմա ես չգիտեմ ինչ պիտի մանիպուլացնեն։ Թեև շատ երբեմն ուղղակի շատ բանդերես ձևով սպիտակի վրա գրվածը նույնիսկ կարողանում են հակառակ ձևով, հակառակ լույսի ներկայացնել, բայց փառք Աստծո ամեն ինչ գրված եւ հրապարակված է, ինքներդ կարող եք կարդալ։ Ուրեմն անվտանգության եւ մաքսային հսկողության հատվածում նշվում է, որ Հայաստանի ինքնիշխանությունն ու իրավազորությունը սահմանային եւ մաքսային գործողությունների նկատմամբ բացարձակ են եւ անքննարկելի։ Ակնկալվում է, որ սահմանային եւ մաքսային բոլոր գործունեությունները կիրականացնեն սահմանային կառավարման միջազգայինորեն ճանաչված չափանիշներին համապատասխան, պահպանելով օգոստոսի 8-ի հռչակագրի սկզբունքները, հիշում եք այս սկզբունքները՝ ինքնիշխանություն, իրավազորություն, տարածքային ամբողջականություն եւ այլն, ուրեմն օգտագործելով front office, back office գործառնական մոդելը, շատ բառացիորեն եթե թարգմանենք այս տերմինները, front office նշանակում է առաջնային ուրեմն գրասենյակ կամ արխիվի գրասենյակ կամ ընդունարան ուղակի, ես back office-ը արդեն այսպես ասած վարակույրների հետևում գործող հետևի, գրասենյակն է, մենք front office, back office միջազգայինորեն ընդունված եւ լայնորեն կիրառվող տերմիններ են, մենք օգտագործենք դրանք, ինչպես եւ հետայսու եւս, ուրեմն մի անգամ փաստաթուղթը որոշակի սահմանում են տալիս, այնուհետեւ մեր հայերեն թարգմանության մեջ եւս այդ եզրույթներն ենք օգտագործում։ Ուրեմն front office